Հալելույա։ Հալելույա։ Հարաբանության ընթացքում մի հարց եմ ուզում կամ քանի մարդ մասնակցեց երգերին, բառերին մասնակցեցի։ Գիտեք ինչ եմ ուզում հարցնել, որ երգեցիր այս երգերը, հավատացիր ինչ ես երգում։ Հավատացիր, ես չեմ բարձացել այստեղ քո հավատքը կոտրելու, ես բարձացել եմ քո հավատքին մի շուղ ավելացնելու, բայց ուզում եմ մի հատ էլ ես հարցը տամ, այդ ինչ երգեցիր հավատացիր, որ նա քեզ պահում է, որ պահպանում է, որ կերակրում է, որ նա քո հույսն է, որ միայն նրա գրկում ունես հանգստություն, ուրիշ գրկերում չունես, հալելույա։ Ամուր պահիր հավատքդ։ Այսօր քան ավելին քեզ պետք է հավատք Հիսուս Քրիստոսի վրա։ Այսօր աշխարհը եւ այն իրադարձությունները, որոնք պատտվում են մեր շուրջը, նկատել է ստիպում են մեզ կրկնակի հավատալ Աստծուն կամ կրկնակի չհավատալ նրան։ Բայց փառք Աստծուն, որ մեզ այդ նույն հավատքն է կանչել դեպի Քրիստոսը։ Ամեն։ Մինչ դու կտեղավորվես եւ կնստես, ուզում եմ մի հատ քո կողքինի համար իր հավատքը քաջալերող, հավատքի բունը հուսող մի ճյուղ դնես վրան։ Ասես Հիսուսն ասեց օրինակ, երանի նրան, որ չտեսած հավատաց, դու դրանցից մեկն ես Տերը օրհնի քեզ։ Ասա ինչ որ մեկին, ասա ինչ որ մեկին։ Հալելույա, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, հալելույա, փառք Տիրոջը, հալելույա, հալելույա։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղերը, փառք Տիրոջը։ Դե ինչպես արդեն իմացաք, մենք այսօր խոսելու ենք հավատքի մասին եւ ես հավատում եմ, որ այսօր քո հավատքի վրա մեկ քար ավելացած հավատքի շինարարությունը այսօր տեղի ունենալու այստեղ, քանի մարդ է սպասումներով եկել, քանի մարդ է սպասումներով եկել, փառք Հիսուսին, դու եկել ես, որ ինչ-որ մի բան վերցնես, ես հավատում եմ, որ վերցնելու ես։ Այսօր չենք խոսալու ուրիշ ոչ մի թեմայի մասին, եթե ոչ ամենակարևոր, գիտեք, իմ համար հավատքը դա գլուի նման է, սա է ամեն ինչ կպցնում, չէ, ինքն է, իր շուրջն է ամեն ինչ հավաքվում, ինքն է վերջնական ամեն ինչը դնում, իր շնորհիվ է ամեն բան գնում առաջ, իր շնորհիվ է ամեն բան մեր կյանքի մեջ գալի, ինքն է հավաքում ամեն բան, այդպես է թե չէ։ Շատ լավ, մինչ կանցնենք մեր պատգամի ուրեմն վերնագրին կամ գլխավոր թեմային, ուզում եմ որ ծանոթանաս օրվա խոսքի հետ։ Այս խոսքը քանի մարդ անգիր գիտի, հավատքն էլ հուսացած բան, ուզում եմ տողարտող էսի կարդանք։ Այստեղ այսօր աստվածաշնչյան դպրոց չէ, բայց այսօր հավատքի վրա շատ է շեշտ դրվելու։ Հավատքը, լսենք, ավելի պարզացնեմ նախադասությունը, ասում է հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացած բաները ապացուցողն է։ Հավատքը հուսացած բաները հաստատում է, չերևացած բաները ապացուցում է։ Հետ եմ ուզում հիմա գամ, այն ինչին, որ դու հավատացել ես, հավատքն ասում է, համոզելու եմ քեզ, որ այն տեսնելու ես ապացուցված։ Նշանակում է, ուզում եմ, որ ինձ հետ միասին ասես, հավատքը դա համոզմունք է։ Այն իրոք համոզմունք է, որովհետև հիմա մենք ավելի խորն ենք եթալու հասկանանք, ոնց եղավ, որ մենք հավատացինք Աստծուն։ Բա ոնց է լինում, որ այն ինչի համար, որ աղոթում ես, այն ինչի համար, որ սպասում ես, այդտեղ հավատքը կոտրվել է։ Շատերը կարող է դեռ շարունակում են կոռեկտություն անել Աստծո առաջ, հավատալով նրան, կարծելով, եթե ավելնորդ խոսան կվիրավորեն Տիրոջը եւ այլն, բայց շատերը կոտրված են, որովհետև նրանց հավատքը դեռ չի ապացուցել այն, չի հաստատել այն, ինչին նրանք հուսացած էին։ Չեմ ուզում ձեռքդ բարձրացնես, ասես ես դրանցից մեկն եմ, բայց մենք բոլորս դրանով անցնում ենք, այո։ Գիտեք, Առակաց գրքում մի հատ համար կա, որտեղ ասվում է, մարդուս մարմնի ցավը ինքը յոլա է տանում, բայց չիրականացած հույսը սիրտն է կոտրում։ Այս հույսը իրականացնողը հավատքն է։ Դրա համար, եթե ինչ-որ մեկի սիրտը կոտրված է, եւ եթե ինչ-որ մեկը խիստ սպասումների մեջ է, այսօրվա ծառայությունը քեզ համար է։
Եկեք նայենք падգամին ինչի շուրջ այսօր ծավալվելու է մեր падգամը։ Միգուցե վերնագիրը քեզ ծիծաղ առաջացնի, որովհետև մտածելու ես քայլել հավատքով թե երևույթով, ինչու կարտոֆիլ, ապա ոչ թե գազար կամ կաղամբ, ինչու կարտոֆիլ։ Ինչու կարտոֆիլ։ Հիմա ուզում եմ հասկանամ, հիմա մենք որպես հավատացյալ մարդիկ պիտի քայլենք հավատքով, թե աչքի տեսածով, որովհետև այսպիսի արտահայտություն ում է ծանոթ։ Ես մինչև չտեսնեմ, ես իմ աչքով մինչև չտեսնեմ չեմ հավատակա ասենց արտահայտություն։ Ես ամեն մի լսածին չեմ հավատում, ամեն մի ասածին չեմ հավատում, բա ինչին ես հավատում, ես պիտի տեսնեմ։ Այս արտահայտությունը ում է ծանոթ։ Բոլորս։ Այսինքն մենք այն նյութերեն մարդիկ ենք, ֆիզիկական այն մարմնավոր մարդիկ ենք, որոնք մի կյանք սովորել են տեսնել, շոշափել, հետո հավատալ։ Այտենց է թե չէ։ Թե բոլորս հավատացյալ ենք եկել արդեն Աստծուն։ Հավատացյալ չէ։ Գիտեք, եթե մի մարդ նման ձև է մտածում արդեն հավատքի մեջ, որ մինչև չտեսնեմ, մինչև չշոշափեմ, չեմ հավատա, ապա ես ուզում եմ ասեմ դու պատկանում ես Թովմասի դպրոցին։ Որտեվ Թովմասը անհավատների չէ, թերհավատների դպրոց ունի։ Ես մինչև չտեսնեմ, մինչև ձեռքս չմտցնեմ նրա կողի մեջ, որտեղ խոցված տեսավ իր աչքերով, չեմ հավատա, որ Հիսուսը կենդանի է։ Սա կոչվում է Թովմասի դպրոց, կասկածյալների, թերհավատների դպրոց։ Գիտեք, մենք բոլորս սրա մեջ ենք։ Ես ուզում եմ այսօր քեզ ապացուցեմ, որ մենք բոլորս սրա մեջ ենք։ Բայց այսօր պիտի մենք որոշում կայացնենք սրա մեջից դուրս գանք, որովհետև դու չես իմացել ինչպես եւ ինչ հանգամանքների պատճառով դու ընկել ես այս խնդրի մեջ, որ մինչև չտեսնես, մինչև չտեսնեմ չեմ հավատա, մինչև չբռնեմ չեմ հավատա, դե այսքան աղոթեցինք, դե այսքան հավատացինք, դե այսքան եկանք եկեղեցի, բաուր է։ Բայց Հիսուսը, եթե չեմ սխալվում, կարծում եմ դու էլ գիտես այս արտահայտությունը, մի բան ասեց. երանի նրան, որ չտեսած հավատաց։ Գիտեք, երանի բառը հունարեն թարգմանությունում նշանակում է երջանիկ ես դու, որ ինչ չտեսած հավատացիր։ Քանի մարդ է Հիսուսին տեսել։ Մենակ չասես, երաս տեսա սիպտակ պապին, բարադանասեն, եկավ բան, այդ արդեն անցել ենք էդի, այդ պապին, բաց թողին քել չի գալու։ Սպասում ես դրա մարե գալիս է։ Ոչ մեկս չենք տեսել Հիսուսին, ապա մի հատ տրամաբանական հարց է ծագում. ինչն է քեզ բերել այստեղ, ինչպես ես հավատացել եւ ինչպես ես քո գիտակցական կյանքը նվիրել նրան, հանուն ինչի, ինչպես դու ասելու ես հավատքով։ Քանի մարդ է ձեզանից տեսել, որ կույսը հղիացել է, ֆենոմեն է սա, աշխարհում ֆենոմեն է։ Քանի մարդ է ձեզանից տեսել, որ Հիսուսը մեռելների ցարություն է առել, բայց Աստվածաշունչն ասում է, որ այդպես է եղել։ Այո, քանի մարդ է տեսել, որ կարմիր ծովը բացվել է։ Քանի մարդ է տեսել, որ անապատում հրյաները մանանայով են սնվել եւ մնացած էս կարգի բաներ։ Ոչ մեկ։ Իսկ դու տեսել ես, որ Հիսուսը համբարձվել է, դա էլ չես տեսել, բայց ինչպես ես հավատում ես ամեն ինչին։ Գիտեք, ես հիմա տանելու եմ քեզ այնտեղ, որ դարձնեմ քո հավատքը այնքան պարզ, անուշ, առողջ, որ այսօրվանից հետո երբ որ տուն գնաս, այլևս չտանջվես հավատալուց։ Ամեն։ Դու ուրախ ես սրա համար։ Հալելույա։ Ուզում եմ մեջբերում անել մի հրաշալի, չգիտեմ, քանիսներ տեք ճանաչում մի ավետարանիչի, միևնույն ժամանակ նաև ֆերմեր է եղել, կարծում եմ ինքը մինչև հիմա կենդանի է, Անգուս Բյուքեն, ծանոթ է այս անունը, ծանոթ է, եկեք նայենք, այս ամերիկացի պապիկն է, ավետարանիչ, ֆերմեր, հավատք ունեցեք կարտոֆիլի պես։ Գիտեք, լիքը բանջարեղեն կա, բայց ինչու են ընտրել կարտոֆիլը, դա պատահական չէ։ Եվ ես ուզում եմ, որ դու զինվես, որովհետև այս պատմությունը իր ձեռագիրն է թողելու քո հավատքի կյանքում։ Ամեն։ Հավատք ունեցեք կարտոֆիլի պես։ Նա մի բաներ է ասել, եկեք դա էլ նայենք։ Ասել է, մեր հավատքը պետք է լինի շոշափելի։ Ես հավատում եմ, ու մարդիկ սպասում են, բա այդքան որ հավատում ես, բա ինչ է, ասում եմ հավատքը կարտոֆիլի պես, կարտոֆիլը շոշափելի է, կարտոֆիլը հնարավոր է ուտել, ով է կարտոֆիլ սիրում, չկա տենց մարդ որ չսիրի, ասա որ հիմա ունեցած կուզես մի թավա ժարի տարած կարտոշկա, ուղ ճճտանվան, խշխշան, չգիտեմ ինչու այստեղի կարտոֆիլները չեն խշխշում, բայց Հայաստանի կարտոֆիլները կարելի է Գինեսի գրքում գրել։ Լավ ժարիտ ունենք մենք Հայաստանում, լավ կարտոֆիլ ունենք, բայց կարտոֆիլ սիրում են բոլորը, այո,
ես խոսանում եմ քեզ անդրադառնալու եմ սրան։ Մեր հավատքը պետք է լինի շոշափելի, կարողանա բռնվի, ընկալվի եւ լինի տեսանելի, եթե մեր հավատքի պտուղները հնարավոր չէ տեսնել, բռնել, դիպչել, ապա հարց է առաջանում, կա արդյոք մեր հավատքի մեջ որևէ պտուղ։ Եթե դու հավատում ես Աստծուն, եթե դու հավատում ես, որ նա կենդանի է, ապա պիտի քո կյանքում քո հավատքը պտուղ բերեր։ Եթե Հիսուսը կենդանի է, եւ դու հավատում ես կենդանի Աստծուն, ապա քո հավատքը պիտի հիմա պտուղ բերեր։ Ես ուղղակի կուզեմ մի քանի հոգի, կամ եթե կամ բոլորն են այդպես փառք Աստծուն, երբևիցե եղել ես ինչին որ հավատացել ես, դու դա տեսել ես, հետո այն դարել է շոշափելի։ Կարող եմ տեսնել ձեռքեր, փառք Տիրոջը։ Ցավում եմ, որ շատ ձեռքեր չտեսա, նշանակում է այս պատգամը ձեզ համար է։ Նշանակում է այս պատգամը ձեզ համար է։ Ես իրականում համոզմունք ունեմ, որ եթե մարդը ճանաչում է կենդանի Աստծուն, ապա նրա կյանքում պարտադիր հավատքը պտուղ է տալու։ Գիտեք, ես մի քիչ առաջ ասեցի, մեզանից ոչ մեկ չի տեսել այդ ֆենոմենները, որոնց մասին խոսեցի։ Մարիամն է հղիացել, ամբողջ աշխարհը մինչև այսօր չի կարողանում հասկանա դա ոնց է եղել։ Գիտես, ինձ դա պետք չի, ոնց է Մարիամը հղիացել։ Ինձ պետք չի իմանալ կարմիր ծովը բացել է Մովսեսը, ժայռին խփելա ջուր եկելա թե չէ, ոնց է Հիսուսը մեռելների ցարություն առել։ Հիմա դուք կհասկանաք, բա քեզ ի՞նչն է հավատքի մեջ պետք։ Լսեք, եթե դու ինձ հարցնես, բա դու ինչպես ես հավատում Աստծուն, ես քեզ այսպես կպատասխանեմ։ Ինչ որ գրված է Աստվածաշնչում, որովհետև մարդիկ քեզ հարցնում են, «Խես գնում եկեղեցի»։ Ո՞վ է գրել այդ Աստվածաշունչը։ Իր մեջ ծագել է հարց, որ չի ծագել ոչ մեկի մեջ։ Ով է գրել Աստվածաշունչը։ Այդ դիմացինն էլ չի կարողանում մարդաբարի ապացուցի, որտեղ ոչ դպրոց է եկել Աստվածաշնչան, ոչ մարդաբարի հավաքույթների է եկել։ Դե բանը մարդիկ են գրել։ Էն ասում դե լավ չի էլ որ մարդիկ են գրել։ Մարդիկ կարային այդ իրանցից գրեին։ Ես ուզում եմ բոլոր այս հարցերը մի կողմ թողնեմ, ես մի հարց տամ քեզ։ Ոնց եղավ որ մենք հավատացինք Աստծուն։ Եվ ոնց է լինում, որ մենք շարունակում ենք հավատալ։ Լսեք ընկերներ, մենք մեր կյանքն ենք վստահել Հիսուսին։ Մենք փոխել ենք մեր կյանքի ճանապարհը։ Մենք առաջ մեղավորներ էինք, անհավատներ, բայց հիմա ընկանք Հիսուսի խելքին եւ գնում ենք միտեղ։ Հիմա դա իրական ճանապարհ է, որ գնում ենք, թե ոնց։ Մենք գնում ենք, մեր կյանքը փոխեցինք, մեր կյանքը նվիրեցինք Աստծուն, մենք ետ դառանք մեր մեղավոր կյանքից, մեր բնավորության գծերի վրա սկսեցինք աշխատել, մենք սկսեցինք մեզ տեսնել Աստծո աչքերով եւ սկսեցինք մեզ լիքը սխալների վրա բռնել եւ դրա վրա աշխատել։ Ուրեմն մեր կյանքում լուրջ փոփոխություն է եղել։ Աստված լուրջ ազդեցություն է ունեցել, բայց հիմա ինձ հարցնում են. Ոնց ես շարունակում հավատալ Աստծուն եւ ինչու ես հավատում։ Կամ ինչպես դու գիտես, որ Աստված կենդանի է։ Եթե դու այնի չես տեսել, այնի չես տեսել, այն ֆենոմենը, այն մյուսը չես տեսել, ապա ինչպես կարող ես հավատալ։ Թովմասը 3.5 տարի եղավ Հիսուսի կողքին եւ Թովմասը հայտարարեց բոլորին։ Եվ հայտարարեց իրան, ասաց մինչև չտեսնեմ, չշոշափեմ, չեմ հավատա։ Թովմաս բա Հիսուսը ում էր ասում, որ մարդի որդին կտանջվի, կչարչարվի, խաչը կբարձրանա, գերեզման կդրվի, կմահանա, երրորդ օրը հարություն կառնի։ Թովմասը 3 տարվա մեջ մի հատ քո մեջ հարց չծագեց, Հիսուսին ասել, «Էդի ո՞նց է լինելու մի հատ մանրամասնի»։ Եվ 3 տարի անց դու վերցնում ես ամբողջ աշխարհին այս հայտարարությունն ես անում, մինչև չտենամ չեմ հավատա։ Բայց Աստվածաշունչն ասում է չէ, կարիք չունես տենալու հավատալու։ Հավատքը նա չէ, որ տենաս ու հավատաս։ Հիմա քո կողքինին տեսնում ես, որ նստած է։ Դրա համար քեզ պետք չի հավատք։ Աչքերդ տեսան տեսար եւ վերջ։ Բայց որ հավատում ես, որ հիմա մյուս կողքդ կգա մեկը կնստի, այդտեղ հավատք է պետք։ Այո։ Հիմա ինձ հարցում են ինչպես ես հավատում Աստծուն, կամ ինչու ես դու հավատում Աստծուն։ Ինչ որքանով դու գիտես, որ Աստվածաշունչը ճիշտ է։ Ես բացատրեմ պարզ եւ հասարակ ձևով, ուզում եմ որպեսզի դու էլ չտանջվես դա բացատրելու ուրիշներին։ Այն ինչ որ գրված է Աստվածաշունչում եւ այն որ վերաբերվում է ինձ իմ ժամանակների մեջ, եթե ես դրան հավատում եմ եւ դա կատարվում է, Աստվածաշունչը կենդանի գիրք է։ Ամեն։ Ավելի հասարակացնեմ, ավելի պարզացնեմ։ Եթե գրված է, որ ներիր եւ կներվի քեզ, եւ ես ներում եմ ու ներվում է ինձ, բայց գրված է, որ եթե չներես, չի ներվի քեզ, ու տեսնում եմ, որ չեմ ներում ու չի ներվում ինձ, հասկանում եմ, որ այս խոսքը ճշմարիտ է։ Ամեն։ Գիտեք, ես մի զանգ ստացա, 3 էր այդ զանգը ստացա, այո, 3 էր, 3 ես մի հատ զանգ ստացա, և այդ զանգի ժամանակ բավականին անհաջող բան ինձ հաղորդեցին, ասացին, ես ինչ անձնավորությանը ճանաչում ես, հիշում ես, ասում եմ, ինչպես չեմ հիշում, հավատքի առաջին դասերը նրանից եմ սովորել, ուզում եմ ուշադիր լսես,
Ես պատասխանում եմ այն հարցին, որ մարդիկ ասում են, ինչու եք հավատում Աստվածաշնչին։ Ինչու եք հավատում, որ Աստված կա, կամ ինչպես կարող եք ապացուցել, որ Աստծո խոսքը ճշմարիտ է։ Ես էլ պատասխանում եմ, գրված խոսքը եթե լսում ես եւ կատարում ես, ուտենում ես դրա պտուղը քո կյանքում, դա խոսում է այն մասին, որ ով որ այս խոսքը գրել է, դրա հեղինակը կենթանի է, ճիշտ է եւ խոսքը գործող է։ Կասես սրան ամեն ինչ։ Բայց ես ասացի, գրվածանների եւ կներվի եւ չներես չի ներվելու քեզ։ Որովհետև չներես չի ներվելու քեզ, այո, որովհետև գրված է, եթե չներես, օրինակ, ես մենակ ներումն եմ վերցնում օրինակ, գրված է, ես քեզ կհանձնեմ դահիճների ձեռը եւ քեզ կտանջեն իրան։ Մարդը, որը ունի մեծ դժվարություններ ընտանիքում, առողջական կյանքում, իր կոչումի մեջ, իր ամեն ինչի մեջ, դա խոսում է այն մասին, որ նրա կյանքում առկա է չներումը, խեմս ասում, որովհետև դու գնացել ես հակառակ Աստծո խոսքին, Աստծո խոսքն էլ հակառակ է դուս եկել քեզ։ Արդեն սա նշանակում է, որ Աստծո խոսքը կենթանի է։ Եվ ասած ես անձնավորությունը անշնորհ բաներ է խոսել քո մասին, ճիշտ ասած շատ դժվարությամբ հավատացի, բայց ասեց, որ սենց բաներ է խոսել եւ բավականին ասեց իմ աղջիկս էր ինձ պատմում, բավականին ասեց այդ ինձ նեղություն բերեց եւ այլն, ասեցի, գիտես Մելիտա, խոսել թե խոսել է, չի խոսել, գիտեք բոլորի հետևից էլ խոսում են, քո հետևից էլ են խոսում։ Գիտեք, sense մի հատ խոսք ուներ մամաս, 10 մատս մոմ վառեմ, մեկը էլի ընդունելություն չունեմ։ Մարդը, որը ապրում է մարդու հետ, միշտ կլինի նրա կողմից, չընդունված էլ, ներված էլ, սիրված էլ, եւ էսա մեր կյանքն է, այո։ Եվ ասացի, ոչինչ ասացի, ինչ որ ասելա, ես ներում եմ իրան։ Համենայն դեպս դա եղել այն անձնավորությունը, ով առաջին անգամ ինձ Աստծո տանը դիմավորեց եւ ինձ պատմեց Հիսուսի մասին։ Չնայած ես դարձի եմ եկել ոչ թե ինչ-որ մեկի ավետարանչության արդյունքում, ինձ ոչ մեկ չի ավետարանել։ Ես եղել եմ խիստ անհավատ մարդ։ Ես երանի եմ տալի ձեզ, որ դուք ասում եք, մենք մանկուց եղել ենք, ինչ մանկուց, ինչ պատանեկություն, ես երբեք չեմ հավատացել Աստծուն։ Ես չեմ սիրել Աստծուն։ Ասեմ ավելին, հիմա ապաշխարել եմ, գիտեմ, որ ներվել եմ, ես հայուել եմ Աստծուն։ Եվ ես հայույող եմ եղել Աստծուն։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ ես իծն եղել եմ հավատացել, ես ասում եմ, ես իծն եղել եմ վատ մարդ։ Իմ վատ մարդը դրսևորել է նրանով, որ ես առաջի հերթին չեմ սիրել Աստծուն։ Իմ ամբողջ կյանքի դժբախտությունների եւ իմ կյանքի բոլոր ձախողումների մեջ ես մեղադրել եմ միայն Աստծուն։ Ես հայուել եմ Աստծուն։ Եվ ես դարձի եմ եկել դժոխքով։ Ես տեսել եմ կենթանի դժոխքը։ Ինձ ոչ մեկ ավետարան չի կարոզել, ինձ ոչ մեկ չի համոզել եկեղեցի գնալ, ինձ ոչ մեկ չի առաջարկել մտածել ես անշնորհքից ինչ հավատացավ, ես ինչպես է հավատալու Աստծուն։ Աստված գիտեր, որ ոչ մի մարդու խոսքը հեղինակություն չի ունենալու իմ համար, ոչ մի մարդու խոսքը ազդեցություն չի ունենալու ինձ վրա, եւ 95 թվականի, 96 թվականի հունվար 3-ներ գիշերը ժամը 4-ին ես եղել եմ դժոխքում։ Չգիտեմ, ես պատմել եմ այստեղից այդ մասին, բայց մի օր կրկին կպատմեմ բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են, ովքեր նոր են միացել մեր եկեղեցուն եւ այս վկայությունը չեն լսել։ Ձեզանից շատերը լսում են սատանայի մասին, կիլոմետրով վազում փախնում են միտեղ։ Լսել եք իր մասին։ Մարդը վատ երազատ է, արդեն առավոտը հելնում է, վատ է, ինչ է եղել, պրոստը երազատես է, այն ինչ որ երազիք մեն, խեղտում են ինձ, այն անում, արտնացել ես, տնեցիք եմ բան, ձեր տունն է, ես ձեր հասցեն է, վերնայիս բան, դու ստեղ ես, դժոխքում չես, չի կարում հետ գալը։ Ես հանդիպել եմ մահվան թագավորի հետ դեմարդեմ, բայց ինչ եմ ուզում ասեմ, ես ինչի տարա, դրանից հետո երբ որ ինձ տարան եկեղեցի, այդ եղբայրը ինձ դիմավորեց։ Ինքը ինձ սկսեց, ուզեց ասեմ, որ ոչ մեկ ինձ չի բերել Աստծուն, ինձ Աստծուն բերել է Աստված։ Ինձ Աստծու մոտ է բերել եւ արքայության մեջ է ինձ բերել Հիսուսը։ Անձամբ Հիսուսը, փառք Տիրոջը, շնորհակալ եմ դրա համար Տիրոջը։ Ամեն անգամ ես ինձ հարց եմ տալիս, ինչ տեսար դու դժոխքում, որ 30 տարիներ շարունակ 30 տարի շարունակ չկարողացար մեկ ակնթարթով այլևս բաց թողել Աստծուն։ Լսում եք, մարդիկ կան, որ գնում են եկեղեցուց, մարդիկ կա, որ հավատքից են հեռանում, մարդիկ կա, որ մեկ կարող է տեսնես եկեղեցու, մեկ է մյուս տարի իրան տեսնես, մարդ կա, որ կարող է մի 5 տարով հեռանա Տիրոջից, խռովել է, նեղվել է, մի բան չի արել Աստված իր սրտով, վիրավորվել է, գայթակղվել է, հեռացել է, դեպքերը տարբեր են լինում։ Մարդիկ կան, որ
ոչ էլ բացակայել են, ոչ էլ հեռացել են, ոչ մի բան, ըստեղ են եղել, բայց սրտով Տիրոջ հետ չեն եղել։ Ես որ օրվանից Հիսուսին ասել եմ այո, այդ օրվանից մինչև այսօր այս ժամը ես նրա մեջ եմ։ Ինչ եմ տեսել ես դժոխքում, որ դա ինձ պահել է մինչև այսօր 30 տարի, ինչ եմ տեսել։ Դրա համար դու լսել ես դժոխքի մասին, ես այնտեղ եմ եղել։ Դրա համար փառք Հիսուսին, որ չտեսած եկել ես Տիրոջը։ Մեծ ողորմություն է ստացել Տիրոջից։ Բայց վերադառնամ այդ խոսակցությանը եւ ասացի ինքը առաջինն էր, որ ինձ դիմավորելը, ոնց որ դասատուն ինչպես կդիմավորի եւ կասի, եկ միասին գրենք ատարը, ամեծատար, ափոքրատար։ Այդպես ես լսել եմ։ Բայց ցավ ապրեցի, որ լսել եմ, որ ինքը չարախոսել է եւ վատ բաներ է խոսել, որի պատճառով իմ աղջիկը շատ նեղվել էր։ Ասացի, գիտես, ես իրան ներում եմ։ Հələ չէի հասցրել, որ ասեմ ներում եմ, ասաց, բայց քեզ մի հատ վատ բան ունեմ ասելու։ Գիտես այդ եղբայրը, որը պարծանք էր եկեղեցում, այսօր աշխարհում է, այսօր գլորվել եւ ընկել է հարբեցողության մեջ եւ ասաց դա այդքանը չէ, դա վերջը չէ, երիտասարդ աղջիկը արյան քաղցկեղով տարապում է։ Գիտեք հիմա ինչու էսի ասացի, շատ երկար բերեցի սրան, որ ասեմ, եթե չես ներում, չես ներվի, եթե չարախոսում ես, քեզ պատասխան կլինի դրա համար, ոչ մեկին չի հաջողվել ու չի էլ հաջողվի Աստծո խոսքին քացով խփել եւ անպատասխան մնալ։ Երբևիցե փորձել ես քացով սուրին խփել։ Հələ գնատուն մի հատ սուր վեկալ, մեկին ասա, պահե այդ սուրը դիմացից ու գնա քացով խփի։ Երկու մասի կբաժանի ոտդ։ Աստվածաշունչն ասում է Հիսուսն է այդ սուրը։ Եվ դժվար է մարդուն քացով խփել Աստծուն։ Ամեն։ Այս ամբողջը ասում եմ նրա համար, որ եթե դու կատարում ես Աստծո խոսքը, օրհնյալ է այն Աստծո որդին են զավակը, այն հետևորդը, որ կատարում է ու պատասխանն է ստանում է։ Այո, մենք ունենք օրենք Աստվածաշնչից, որ ասում է՝ «Տուր կտրվի քեզ», դու որ տվել ես, տրվել է քեզ։ Դու որ ցանել ես, հնձել ես։ Դու որ ուրիշին ինչ չափով չափել ես, չափվել է քեզ։ Այս մի հատ էլ տեղից ամեն կուզեի լսել։ Այո։ Էդի գիտեք ինչ ասում բոլորը իրար հետ վերցրված, որ ինչ որ գրված է, դա ճշմարիտ է։ Եվ փիլիսոփայել թե ինչ է հավատքը, ով է գրել Աստվածաշունչը, մարդ է գրել, Պողոսն է գրել, Մարտիրոսն է գրել, թե Մեսրոպ Մաշտոցն է գրել, դա քեզ պետք չի հետաքրքրի, որքանով է այն խոսքը աշխատում քեզ համար։ Ամեն։ Եկ մի բան նայենք, եկ մի բան։ Ես վստահ եմ դու դեռ սպասում ես։ Այս կարտոֆիլի պատմությանը սպասում ես։ Քրիստոնեական հավատքը նման է կարտոֆիլի բերքահավաքի։ Ուզում եմ որ ուշադիր նայես։ Հաճախ հավատքը անտեսանելի է կամ դժվար է հավատացնել մարդուն կամ հաստատել քո հավատքը, դժվար է հաստատել այն, մինչև առաջ չեն գալիս դժվարություններ եւ խնդիրներ։ Գիտեք հավատքը երբ է քեզ պետք։ Երբ այնպես չէ որ լուսի բիլը, ջրի բիլը, ավտոյի բիլը, մորգեջը սախ տվել ես, ել քեզ հավատ, ինչ ես անում հավատքը։ Ամեն չէ հավատքը քեզ պետք է այն ժամանակ, երբ քո կյանքում առաջանում են պայքարներ, դժվարություններ, ստեղը որ պիտի կանգնես, սկսես աշխատացնել քո հավատքը, ամեն։ Հավատքը դա пассив բան չէ։ Հավատքը շատ ակտիվ պտուղ է։ Հետո իմանաք հավատքը դա հոգու պտուղ է։ Այն աճում է, այն առողջանում է, այն համ հոտ հյութ է ստանում, այն կարող է նաև մեռնել, այն կարող է նաև փչանալ։ Այո, հավատքը դա պտուղ է։ Շատ լավ։ Ուրեմն քրիստոնեական հավատքը նման պետք է լինի կարտոֆիլի բերքահավաքի։ Դու պիտի հավաքես քո հավատքի պտուղները։ Դու պիտի ասես տարիներ առաջ երբ ես ինչ բանին հավատացի եւ կանգնեցի դրա վրա, Աստված դա տվեց ինձ։ Հետո դրանից հետո մեկ ուրիշ բանի համար ես ամեն անգամ երբ կանգնում եմ աղոթքի, ժամանակ առ ժամանակ իտոք իմի եմ բերում թե ինչեր է տվել իմ հավատքը ինձ, եւ ես նկատում եմ, որ ես շատ լուրջ եւ շատ խոշոր բաներ հավաքել եմ հավատքի պատճառով։ Դու Ալելույա, փառք Հիսուսին։ Եկ մի բան էլ նայենք։ Լավ, հավատքը պետք է լինի պարզ, ոչ թե բարդացված անթիվ կանոններով եւ ավանդույթներով, պարզ, բայց իրական կարտոֆիլի պես։ Հաջորդ նայենք, որ անգլերեն տարբերակը տնակ։ Հավատքը պետք է լինի պարզ։ Գիտեք ինչ եմ նկատում։ Եկեք հավատքի սեմինար անենք, 16 կետ ինչպես հավատալ, 42 կետ ինչպես դավանել, 30 կետ ինչպես հռչակել։ Հավատքը պետք է լինի պարզ եւ հասարակ։ Ես կամ հավատում եմ կամ ոչ։
Ինչպես գրված է Աստծո խոսքում, ո՞րն է քո խնդիրը։ Ինչ խնդիր ունես, այդ խնդրիդ համաձայն, եթե կարդում ես եւ նայում ես Աստծո խոսքին եւ ասում ես Տեր, ինչպես էս կնոջը կամ ինչպես էս տղամարդուն բժշկեցիք Տեր, ես ունեմ խնդիր կամ ես ունեմ էս ինչ դժվարություն, Աստվածաշունչը բազմաթիվ օրինակներ է բերում։ Ո՞րն է քո օրինակը, վերցրու, ինչպես այդ մարդկանց կյանքում է դա կատարվել եւ հավատացել են Աստծուն, այնպես էլ կատարվելու է քո կյանքում եւ վերջ։ Հավատքը պետք է լինի հասարակ, պարզ, առանց ավանդույթների, առանց ֆինտ ու ֆլյուշկայի։ Ֆինտ ու ֆլյուշկա անգլերեն գիտեք ինչ է։ Ես էլ չգիտեմ, բայց կարծում եմ դա մի բառ է, որ թարգմանության կարիք չունի։ Ֆինտ ու ֆլյուշկա։ Հələ մեկ կողքինի տասա դու գիտես ինչ է ֆինտ ու ֆլյուշկա անգլերեն։ Կարող է մեկը հիմա գտնի ինչ է։ Հա գտակ արդեն ֆինտ ու ֆլյուշկա ինչ է։ Նստած ուզում են հորինեն է ինչ է։ Մի հորինեք, ֆինտ ու ֆլյուշկան չի թարգմանվում։ Այդ սաղ լեզուներով ֆինտ ու ֆլյուշկայով։ Սա ձևեր, մևեր եւ այլն, չկա տենց բան, հավատքը պարզ եւ գրված է, վերցնում եմ գրվածը, հավատում եմ, բախի չեղավ, սպասի process անցնում։ Հավատքը կարտոֆիլի պես է։ Այն ժամանակ ունի աճելու, այո, մոտենում ենք այս կարտոֆիլին։ Ես մի բան եմ ուզում առաջարկեմ, կա այստեղ մարդ, որ սիրում է ֆիլմեր նայել։ Կա մարդ, որ կինոյշնիկ է։ Սիրում է ֆիլմ նայի, հա։ Ես կարող եմ մի ֆիլմ առաջարկել, որ այսօր երեկոյան ընտանիքիդ հետ նայես ու լինելու ես գերորդ նվատ։ Խնդրում եմ ֆիլմի նայեք։ Հավատքը ինչպես կարտոֆիլ։ Երկուսը որ նայել եք չի նշանակում բոլորն են նայել։ Հալելույա։ Ուրախ եմ որ արձագանքեցիք, բայց ոչ բոլորի անունից։ Հա, այդ երկուսն են նայել, ասում նայել ենք։ Սիկն ավելորդ մի խոսա էլի։ Պարտիրոջը, ես ուզում եմ, որ դու այս նկարը նայես մի հատ անպայման նկարես էսի, որովհետև այս հրաշալի ֆիլմը, այս վերցու ընտանիքիդ այս երեկո, որ էլ բան չեք ունենա տեղմեղ գնալու, մի հատ պոպկորն սարքեք, սիրուն նստեք, ոտերներդ էլ հանի ժուրնալի սեղանի վրա դիր, հավեսով լավ տեղավորվեք եւ այս ֆիլմը նայեք։ Անպայման այս ֆիլմը քո հավատքի վրա իր հրաշալի եւ քաղցր ներդրումն է ունենալու։ Գիտեք, մարդիկ հաճախակի ծիծաղում են վերնագիրը լսելով հավատքը ինչպես կարտոֆիլ ու մտածում են, այսինքն այն, որքանի մարդ է ինձ հետ համաձայն, որ կարտոֆիլը բանջարեղենային կուլտուրայի մեջ միակ բանջարեղենն է, որ աճում է հողի տակ։ Մնացածը, օրինակ գիտեք, ես չգիտեի, որ ինքը աճում է հողի տակ։ Ես մաքսիմալ ազնիվ եմ այստեղ բարձացել։ Ես չգիտեմ դպրոցում բուսաբանության ժամին ինչ եմ արել, բայց այդ կարտոշկայի դասը հաստատ բաց եմ թողել։ Ես վստահ եմ այդ օրը դասի չեմ եկել։ Ես չգիտեի, ես ամուսնացա, մեծ աղջիկ եմ, արդեն ամուսնացել եմ, ունեմ 2 երեխա եւ ես չգիտեի, որ կարտոֆիլը աճում է հողի տակ։ Մարդու չասեք։ Ամենամեծ խայտարակությունն է, որ դա ամեն անգամ հիշում եմ։ Բայց մինչև կանցնեմ այս կարտոֆիլի պատմության, ուզում եմ ասեմ, որ բոլոր տեսակի բույսերը, կանաչեղենները աճում են հողի երեսին։ Էսի որոշեց աճի հողի տակ։ Հավատքը այտենց կարտոֆիլի պես է, ինքը չի երևում։ Ինքը թաքուն աճում է հողի տակ, հա, թաքուն աճում է հոգևոր կյանքում, որի համար դու հող ես պատրաստել եւ ասել ես, այո Տեր, հավատում եմ Տեր, այս այդ հողն է։ Էդ էլ քո սրտիդ մեջից ես ասել եւ այդ սիրտը հավատքի հողն է, այո, եւ գցել ես այդ սերմը քո սրտի մեջ, ասել ես Տեր, դու ասել ես, ամեն ինձ հավատացողը չի ամաչի, կամ խնդրեցեք կտրվի ձեզ, խնդրեցեք եւ կառնեք, լիքը, գոհ տվեք, թափ տված եւ այլն։ Օ, ես հավատացել եմ եւ սա դրել եմ այս իմ սրտիս մեջ, հա։ Հավատքը, եթե մեկն ասի, հա, հավատում ես, դեցից դու ասելու ես ինքը հələ աճում է։ Ասում են հավատացյալները տարօրինակ են իզր չեն ասում։ Ոնց աճում է, ցույց տուր մեզի։ Ես ասում եմ քեզի, գազարը, բազուկը, կանաչեղենը, բիբար, պամիդոր, բադրջան բոլորը հողի երեսին են աճում։ Հենց մեկն է որ որոշել է տակը աճի եւ ես ուզում եմ ասեմ հավատքը կարտոֆիլի պես է։ Նա աճում է գախնի, նա զարգանում է գախնի, նա իր մեջ հյութ է վեկալում գախնի, նա դառնում է խշխշան, համով, նայ ոնց են ուզում հաց ուտեն։ Ժարի տարած, ալելույա։ Ես այսօր զանգելու եմ շատերի տներ, տենամ ժարի տարած կարտոշկա կերակ հավաքույթից հետո։ Այսքան ռեկլամվեց կարտոֆիլը, հյութեղ, որ մի հատ աղը բիբարը ցանեցիր, պետք չի ուրիշ ոչ մի բան է թավա կարտոշկեն բավական է։ Ասեք ինքը ինչ համով է, հյութեղ, համով, մեծ սիրուն կարտոշկաները խրխրթան մաքրում ես, ժարի տեսանում ինչ ասես արժի, այ հավատքդ, պիտի տենց խրխրթան, անուշ, մեջը հյութով,
քո քիմքին համտվող, ուրիշներին էլ հետը համտվող։ Ամեն։ Տարիներ առաջ ես այս պատմությունը պատմել եմ, երբ ես ապրում էի Ռուսաստանում, դա 94 թվականն էր երևի։ Եվ մենք Ռուսաստանում ինչ-որ մեկի տունը վարձեցինք, եւ այդ մարդը կուլտուրական մարդ էր, ինտելիգենտ։ Անունն էր Անատոլի։ Այդ մարդը մեզ ասեց, որ սա իմ այգին է, էս էլ իմ տունն է, ես չեմ ասում իմ այգիս մշակեք, բայց մի վնասեք։ Շատ էինք մշակելու, մի հատ էլ վնասենք եւ մի խոսքով, բայց ասաց երեխաները փոքր են ձեր, չվնասեն եւ այլն, բայց օրերից մի օր եկավ դուրը ծեծեց, ասաց կարող եմ ես այս ագարոդի մեջ այս ինչպես այգու մեջ կարտոֆիլ ցանեմ։ Ասացի ձեր այգին է ցանեք։ Ուզում եմ լսես, որտեվ շատ է օրտնվելու ես պատմությունից։ Մեկ դույլ կարտոշկով մարդը եկավ, լղճոց, մղճոց, ծլոց, մլոց, կարտոֆիլներ էին։ Ասացի, էսի վագզալի գետնի տակի հավաքած կարտոշկեկը որտեղից է առը բերե, ցանում ես մի քիչ սիրում ցանի, այ տունը շենվի։ Դու մի ասած ես պիտի ցանեն։ Կարտոֆիլը, որը պետք է պահվի, դե որ մի մարդ որ մի ճշմարտություն չգիտի բան, ուրիշի արածի վրա կխնդա, դա ես էի։ Մի խոսքով, այդ կարտոֆիլը ծլած, մլած, լղճած, մղճած, փուճուր, առավ դույլով եւ եկավ ու այդ ամբողջ պարտեզի մեջ կարտոֆիլ ցանեց։ Գնաց եւ մենք սպասում ենք, որ կարտոշկան պիտի մի քանի շաբաթից մի հատ բարձր այդ կարտոֆիլի պալարները հելան, կանաչ, ինքն էլ գալիս էր ժուկ կար, Կալարյանսկի, այտենց էր կոչվում, այդ ժուկերին հավաքում էր ժուկ միջատեր էլի, բանկայի մեջ հավաքում էր, որ յանի կարտոշկեն հելել է, մի հատ միջատներին հավաքում է, որ կարտոշկեն չուտեն միջատները։ Եվ ես էլ անհամբեր սպասում եմ, երբ պիտի այդ ծառից կարտոշկեքը կախվեն։ Նայեցի մեկ ամիս կարտոշկեն չկախվեց, այդ էր Հիսուսյան։ Երկրորդ ամիսը, երրորդ ամսին տեսա ամբողջ այդ ցողունները ընկան գետին, բոլորը հավասարվան գետնին, բոլորը դեղնեցին եւ իմ մոտ բռնեց հիստերիա։ Ես հիմա ինչ եմ ես մարդուն պատասխանելու, ոնց ապացուցենք, որ մենք այս սրա մեջ ոչ ժավել ենք լցրել, ոչ երեխեքն են եկեք հոգահանարե, ոչ քայլել ենք այս բանով, ոնց ապացուցեմ այս մարդուն, մի հատ նա ինչքան այս այգի մեջ կարտոշկա է լցրել։ Ու այդ կարտոշկեն տենց չելավ, գիտեք, այդ ինչ դարդ, այդ ինչ հոգս, այն որ չոքերիդ խփել է, այ տենց պատմության մեջ ընկա այս մարդու կարտոֆիլի համար։ Եկավ մի հատ օր, ես հիշում եմ, որ դա երևի բանա աշնանացան կարտոֆիլ էր եւ գարնանը պիտի հավաքի հիմա եւ դուրը ծեծեց ասացի Աստված ջան ամեն մարդը լի մենակ էս մարդը չլինի ինքն էր բա եկել եմ ասում կարտոֆիլը հավաքեմ ասացի մեղա քեզ տեր Աստված ասում եկել եմ կարտոֆիլը հավաքեմ դոսկի դու չես կարող մեծ շարիկ հավաքես որ մնաց կարտոշկա այստեղ կարտոֆիլ չկա ես ամուսնուս ասացի ես փախատնից ասում այն մարդ կանգնի կբացատրենք մարդա յանի ինքն էլ ինձանից լավ պատկերացնես ասինքն երկուսն էլ այդ բուսաբանության դասին չենք մասնակցել էլի փոխնակ հետ դառնասի այդ ինչ ջան ախր ոչինչ որ ես հարցում տգետես կարտոֆիլը չի աճում հողի երեսին այն աճում է հողի տակը ասաց ոչինչ ես կբացատրեմ իրան որ երեխեքը չեն ձերտվել ասացի ես մարդը կասես ինչ մասսայական կոտորած է կարե կարտոշկայի վրա մի հատ կարտոֆիլ չկա եղած պալարները դեղնեցին չորացան ընկան գետին ոնց պատասխանեմ ես այս մարդուն էսի երևի հեկտարով կարտոշկա էր ստեղից ուզում վերցնել բայց էսի մի դույլ չի վերցնելու մի հատ չի վերցնելու եւ եկավ շորերը փոխեց այդ մարդը դուք պիտի ինձ տեսնեիք ես մտատուն մի քիչ կիսաբաց արեցի բարակույրը որովհետեւ հասկանում եմ որ հեսա սկսվելու է թատրոնը ոնց ենք սրան բացատրելու ամուսինս ուժը հավաքեց բան վերկանա ամբողջ ընտանիքի անունից ներողություն խնդրի խենք ներողություն խնդրում չգիտեմ Կարտոշկեն չի հել հողի երեսը ներողություն ենք ուզում խնդրենք։ Գիտեք ինչ ենք ուզում խնդրենք։ Տգիտության պատճառով մեր։ Չգիտենք ինչ անենք այս պատմության մեջ ենք ընկել այդ կարտոշկի ձեռը։ Գիտեք մենք ինչ նյարդայնացած ենք եղել ամիսներ այս Անատոլիի կարտոշկայից։ Եվ վերջում շորերը փոխեց մարդանց պատրաստված բահը վերցրեց, ասացի հեսա հավաքեցիր։ Բահը վերցրեց դույլեր, մեշոկներ, ասում հենց մարդու հավատքն է։ Մի կարտոշկա չի տեսնում գետնի երեսին, դույլերով է եկե, մեշոկներով է եկե, որ այդ կարտոշկեն տանի։ Ասացի կամ մենք ենք գժվել կամ այս մարդը։ Այդ չես տեսնում որ կարտոշկա չկա։ Եվ հիմա այդտենց Զանավեսկայի հետևից ես նայում եմ ամուսինս կանգնած է, յանի մի հատ բան ասում։ Ասում Անատոլի օգնության կարիք ունես, ասում չէ, ասում ամեն ինչ օքեյ է։ Ասում գնա մի հատ տես, ինչ եղավ են կարտոշկե, սպասի ասում, սպասի տեսնենք։ Եվ լուսամուտից նայում եմ, տեսնեմ մարդը վերցրեց բահը, վստահորեն խփեց ոտը այդ բահին, մցրեց հողի տակը,
ասացի դե գնա Անատոլի ջան, մետրոներով ես եկել։ Մեկ էլ հանկարծ ինչ նկատեմ։ Սենց վերցրեց այդ բահը թափ տվեց, տակից էդ ինչ կարտոշկաներ հելան, դուք պատկերացնում եք իմ ուրախությանը, որ Հիսուս Քրիստոսը վերադառնար երկրորդ անգամ երբի տես չի ուրախանա, ոնց որ այդ կարտոֆիլները մեջտեղ եկան, ամեն մի կարտոֆիլ է այսքան, ոնց տնից դուրս կթռնեմ, ազատություն, ուզում եմ ապացուցեմ, որ ես անմեղ եմ, ես ձեր կարտոշկեն չեմ կերել, մենք ձեր կարտոշկին ձեր չենք տվել, ահա ձեզ ելնի ձեր կարտոշկեն եւ այլն, մի խոսքով, այդ մարդը մինչև երեկոյան 5 կարտոֆիլ հավաքեց, մեշոկներով, դույլերով, վերջում եմ մի մեծ դույլ, անտիր կարտոշկաներով ասեց, շնորհակալ եմ, որ հսկել եք կարտոֆիլս, ոբա հսկե, ասեց շնորհակալ եմ, որ հսկել եք կարտոֆիլս, ես էլ իմ կողմից ձեր երեխաներին ձեզ կուտեք կարտոֆիլ, ինքը գնաց, ես եկա այդ հողի մեջ ասեցի, ոնց, կարտոֆիլը աճում է հողի տակ, դա տպավորվեց իմ մոտ, եւ երբ որ անցան տարիներ ու ես եկա Աստծուն դարձա Տիրոջը եւ այս ֆիլմը 2006 թվականին է նկարահանվել եւ երբ որ այս ֆիլմը առաջին անգամ տեսա հիշեցի այդ պատմությունը որ հավատքը նման է կարտոֆիլի այն աճում է թաքուն այն աճում է թաքուն տեղ բայց նա սնուցման քո կարիքն ունի դու պիտի ջրես նրան ինչ պետք է անես հավատքը պետք է ինչ անես ժամանակ առ ժամանակ դավանես ես հավատում եմ ես հռչակում եմ որ ես դա տեսնելու եմ էդի հավատքի պարարտանյութն է աղոթքով գաս ասես Տեր դու ինձ ասել ես որ ամեն անգամ երբ որ կգաս ինձ մոտ հիշեցնու ինչ խոստումներ եմ քեզ տվել ահա ես եկել եմ ասելու Տեր գիտեմ որ Տերը ոչ ուշանում է ոչ շուտ է գալի ապա դու գալիս ես ժամանակին ես սպասում եմ ես ինչ խնդրի ես սպասում եմ ես ինչ պատասխանին աղոթքի Տեր բայց ես հավատում եմ քո խոսքին որ բոլոր խոստումները գրված է Բիբլիայում նրա մեջ Քրիստոսի մեջ այո եւ ամեն են ամեն նմանատիպ այսպեսի մի պատմություն եմ պատմելու այս ֆիլմի հերոսի մասին որ շոտլանդացի ավետարանիչ էր եւ մի օր ստացավ կոչ Աստծուց գնալ Աֆրիկա Զիմբաբվե զուլուների ցեղը գիտեք զուլու սաղ նույնն է մի խոսքով այդպիսի մի հատ ցեղ էր եւ այս ավետարանիչը շոտլանդացի յուբկեն դարսերով հագած յուբկեն դարսերով գիտեք երբ որ շոտլանդացուն տեսա յուբկա հագած ուզում ես եղբորը հարցնեի բա ասում են որ կինը պիտի շալվար չհագնի որովհետեւ դա տղամարդու շոր է բա այս յուբկի հարցը ոնց ալնելու այս դասերով յուբկեր դուք պատկերացնում եք ինքը Զիմբաբվեի մարզադաշտում վեկալած այդ դու պիտի տեսնեք իրան այդ դարսերով յուբկան դե շոտլանդացիների ազգային հագուստն է դա այդ պարկապզուկ կախած կողքից եւ այլն այդ յուբկան հագած եւ ելույթ է ունենում Զիմբաբվեի ուրեմն մարզադաշտում Աֆրիկայի եւ հիմա ես իր կոչը մեջբերում կանեմ իր կոչը վերցնում է իր կնոջը վերցնում է իր երեխային եւ գնում են ուրեմն Աֆրիկանես երկիրը զուլուների մեջ ապրելու եւ քանի որ ինքը Շոտլանդիայում արդեն ուներ փորձառություն կուկուրուզ ալելույա Եգիպտացորենի ուրեմն այս կուլտուրայի մշակման փորձ արդեն ուներ, որովհետև այնտեղ մշակել էր, ստացել էր, բերքը հավաքել էր, իր հետ վերցրեց եւ Աֆրիկա բերեց կարտոֆիլ։ Բայց երբ որ եկավ Աֆրիկա, տեսավ, որ այստեղ երաշտ է, այստեղ խայտառակ սով է, եղանակի պայմանները անբարենպաստ են, եւ այստեղ կարտոշկա ցանել, եւ կարտոշկա հնձել, եւ կարտոշկա բերել ժողովրդի մեջ որպես նոր բանջարեղենային կուլտուրա, դա անհնարին մի բան էր։ Մեջբերում եմ անում նրա խոսակցությունից, նրա քարոզից, երբ որ մարզադաշտի հենց կենտրոնում այդ Պլիսի յուբկով հագած կանգնած ժողովրդին, Աֆրիկայի ժողովրդին, որոնք գիտեն ինչ է նշանակում սով, եւ որոնք գիտեն ինչ է նշանակում տարիներով երաշտ, ասեց հետեւյալը, նա ասաց. Աստվածաշունչն ասում է, որ չկա անհնարին բան մարդու համար, եթե հավատում եք Աստծուն։ Մոռացեք երաշտը, մեծ խոսած էլի, մոռացեք երաշտը եւ ավելի լավ է հավատացեք Աստծուն։ Եկեք հավատանք նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, այլ ոչ թե նրան, ով իր հետ դժոխքից բերում է երաշտ, աղքատություն մեր կյանքերում։ Եկեք հավատանք նրան, ով իր որդուն չխնայեց մեզ համար, ապա ինչպես կարող է խնայել մեզանից մի բան, եթե խնդրենք իրենից։ Մի վախեցեք երաշտից, ես այստեղ եմ,
կարտոֆիլ եմ ցանելու եւ դուք անպայման այս բանջարանային կուլտուրան անպայման ունենալու եք եւ չի լինելու սով ու չի լինելու երաշտ, կաչե որ մեծ ասում ես այդ մեստուն ասում ես հայաստանցիների լեզվով ասած բլթացրեցիր։ Բլթացրեց էլի։ Եվ գիտեք ինչ անտանելի երաշտ եղավ այդ տարի։ Որ ասում եմ հետո երաշտ վերեցիր, անտանելի երաշտ եղավ այդ տարի։ Հույս ունեին որ անձրև կլինի, բայց ավելի ծանր երաշտ եղավ։ Բայց ինքը վերցրեց իր հոր հետ միասին եւ մի քանի աշխատողներով մի մեծ դաշտ Անատոլիի պես կարտոֆիլ ցանեցին եւ սպասեցին որ այդ կարտոֆիլը լինի իմ նման ալելույա սպասեցին ուրեմն ոչ եղանակային պայմաններն էին նպաստավոր իրագործին ոչ էլ երկրի ասենք քաղաքական վիճակը թույլ չէր տալիս այս ամեն ինչը անելու նրան բայց ինքը այս քայլը արեց ապավինելով Աստծուն ոչ մի բան ասեց ինչ չի մնում անել եթե ոչ կարտոֆիլը ցանել հավատքով եւ ցանեց անցան 4 ամիսներ ֆիլմի մեջ եք տեսնեք անցան 4 ամիսներ եւ հանկարծ այդ ընթացքում ինքը զանգ է ստանում ես երկրից ես մարդուց այդ մարդուց քարոզիչ այդ կարտոֆիլը ինչ եղավ ասма բասացիր մի վախեցեք երաշտից մեծ խոսացիր մի վախեցեք երաշտից հավատացրեք Աստծուն նա որ իր որդուն չխնայեց եւ այլն բա ինչ եղավ այդ կարտոֆիլը ասма ես չգիտեի անգամ ինչ պատասխանեի որովհետեւ այնպիսի երաշտ էր որ անիմաստ էր անգամ դաշտ գնալ եւ տեսնել կարտոֆիլը ինչ վիճակում է բայց ասма 4 ամիս անց հորս վերցրեցի եւ գնացի կարտոֆիլի դաշտ տեսա ամբողջ դաշտը ծայրից ծայր վառվել է քանի որ երաշտ է ամբողջ դաշտը եւ ասում եմ ես մտածեցի ինչ մեզանից շատերը նույնպես մտածում են բա ես մորոշների մոտ ասել եմ դե կտեսնեք իմ ամուսինը դարձի կգա դե կտեսնեք իմ ամուսինը կամ իմ որդին դարձի կգա բայց հարցնում են բա որդին դարձի եկավ բա ամուսինը բա ուր չկա այսքանի տարի եւ դու վատ ես զգում չգիտես ոնց պատասխանես որ մի անհանգստացեք ես վստահում եմ նրան ով ասեց ամեն բան հնարավոր է երբ Աստծուն ես հավատում ամեն բան հնարավոր է երբ Տիրոջն ես ապավինում Ամեն Եվ ասում եմ ես հորս հետ միասին քայլում էինք այդ դաշտերով եւ ես շատ հուզված էի ամբողջ դաշտերը վառված էին մեր արած գործը զրո դարձավ ասում եմ բայց հուզվել էի շատ ու նեղվել էի որ այդքան մարդիկ զանգում եւ ծաղրում են ինձ բա ինչ եղավ քարոզիչ քո կարտոշկեն մեծ խոսացիր եւ այլն եւ հանկարծ ասում եմ քայլելու ընթացքում ոտքս կպավ ասում եմ չոր հողի միտեղ եւ ասում եմ խփեցի այդ հողի վրա Եվ խփեցի հողին ու հանկարծ նկատեցի որ ոտս ոչ թե հողին կպավալ ուրիշ մի բանի շրջվեցի եւ նայեցի տեսա մի մեծ կարտոֆիլ ինձանայում Եվ ես ասեցի բերեք բահերը միգուցե իմ օրի մարդ է էլի միգուցե ինչ որ մի բանը տակից աճել է ապրել է մի խոսքով բազմացել է ասում եւ մենք հավաքեցինք անհասկանալի քանակի կարտոֆիլ ֆիլմի մեջ եք տեսնեք մեշոկներով պարկերով կարտոֆիլ հավաքեցին եւ այստեղից էլ ծնվել է այս անունը հավատքը ինչպես Կարտոֆիլ, այո, այն աճում է թաքուն, այն աճում է բոլորի աչքից հեռու, բայց այն լինում է պարզ կարտոֆիլի պես, հասարակ, հյութեղ, համեղ եւ այն որպես հավատք, որպես մի բան պիտի լինի նկատելի, շոշափելի պտուղ, քեզ համար էլ, մնացածի համար էլ, ովքեր քեզ հետ են։ Ամեն։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք մեր կյանքերն ենք վստահել Հիսուսին։ Ինչպես ես հավատում, որ եթե այսօր Հիսուսը գա, ամբողջ աշխարհը տակնու վրա է եղած։ Նկատում եք, ամբողջ աշխարհը խելագարված է։ Ամբողջ աշխարհը խելագար ամբողջի պես գնում է միտեղ ու գնում է գիտեք որտեղ կործանման։ Գնում է անդունդ։ Փառքասում որ դու ամբողջից դուրս ես եկել, ամբողջը չի կարող լինել երկնքում, ամբողջը չունի Տեր։ Ամբողջը նրա համար, որ չունի Տեր, բայց մենք ամբողջ ենք, որովհետև Աստծո խոսքը Պետրոսի թղթում ասում է, մենք ինչ ենք? Ասում է մենք ընտիր ազգ, սուրբ ազգ, թագավորական քահանայություն, մենք Տեր ունենք։ Հիսուսն այն Աստվածն է, այն Տերն է, որին մենք պաշտում ենք, ամեն։ Բայց մենք հավատում ենք, որ եթե հանկարծ նա գա, մենք հափշտակվելու ենք։ Քանի մարդեր ներկա ինչ կա քո ուրկանների մեջ պատգամի ժամանակ, որ ես ասացի, եթե հանկարծ բաց թողնես հափշտակությունը, ինչ է սպասում քեզ։ Հիշում եք,
Խնդրում եմ չմոռանաք այդ պատգամի այդ մասը, եթե հանկարծ բաց թողես հափշտակությունը, եթե դու ներկա չես եղել, չես լսել, խնդրում եմ մեր YouTube-յան ալիքով գտի, ինչ կա քո ուրկանի մեջ պատգամը, որի ամենավերջում ես ասում եմ, եթե հանկարծ դու բաց թողես հափշտակությունը, որը արվելու է, որը եկեղեցուն է տանելու Տերը, ու հանկարծ դու այստեղ մնաս, Աստված չանի, ինչ է սպասվում այդ 7 տարիներին, որի անունն է մեծ նեղություններ։ Լավ ես արել, որ եկել ես Աստծուն, ամրապնդիր, ամրագրիր քո տեղն այստեղ, ամեն, որովհետև սա ամբողջ է, սա Աստծո ժողովուրդ է, որ մենք այն ժողովուրդն ենք, որի Աստվածը Տերն է, մենք ունենք մեր օրենսդիրի, մենք ունենք մեր օրենքը, մենք ունենք մեր խոսալու լեզուն, մենք ունենք մեր երգը, մենք ունենք մեր խոսքը, ամեն, մենք ունենք մեր կյանքի առաջնորդը, ամեն։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, որ այս պատմությունը այսպես որ ավարտվեց, հավատքի համար ենք խոսում եւ ասում եմ, որ մենք մեր կյանքերը վստահել ենք Աստծուն ու մենք հավատում ենք, որ եթե նա այսօր գա, մենք կփրկվենք։ Ես ուզում եմ մի հատ այս նախադասությունը լսի քո ականջները։ Եթե Հիսուսը գա այսօր երեկոյան, դու համոզված ես, որ դու փրկվելու ես։ Ունես հավատք, որ գրված է, ամեն նրա անունը կանչողը կփրկվի, ամեն նա, որ Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ է դավանում, Աստված նրան իշխանություն է տալիս որդի կոչվելու, որդիները կլինեն տանը, տանը չեն լինում օտարները, տուն են գնում որդիները, քանի մարդ է հավատում, որ ինքը որդի է, ես ասեցի երգեր ենք երգում, հավատում ես այդ երգածին, քո գրկում միայն բան երգում էինք, հավատում ես, ես հավատում եմ։ Բա ոնց եմ հավատում, գրված Աստծո խոսքում եւ հավատում եմ։ Գիտեք, մի անգամ մի լայներ գնացել էր ճանապարհորդության նավով եւ այդ նավի մեջ կար մի քարոզիչ եւ այդ քարոզիչը այս պատմությունը ինձ շատ դուր է գալիս։ Պատմեց Հովնան Մարգարեի պատմությունը, որ անհանազան եղավ Աստծուն եւ ընկավ կետի բերանը եւ 3 օր մնաց կետի բերանում, հետո կետը փխսեց, ինքը դուրս եկավ այդ կետի փորից եւ մի հատ անհավատ աթեիստ, որ այդ կրուիզի մեջ նույնպես մասնակից էր եւ հետ դարավասեց, գիտեք, ես չեմ հավատում, որ կետը կարողացել է 3 օր մարդուն պահել իր ներսում եւ 3 օր հետո առողջ այդ մարդուն դուրս է հանել եւ այլն, էսկոմ ենկոմ, ես տես բանի չեմ հավատում։ Մի հատ տատիկ Ծեր տատիկ հավատացյալ կին վեր կացավ ասաց տղաս կարող եմ քեզ մի բան ասել եթե Աստվածաշնչում գրված ըլներ որ Հովնանն է կուլ տվել այդ կետին եւ կետը մնացել է նրա փորը 3 օր եւ հետո փորից դուրս է եկել 3 օր հետո ես կհավատայի ինչու որովհետեւ ասում է այդպես Աստվածաշունչ այսպեսի հավատք է պետք ունենալ ամեն Փառք Հիսուսին ասեք որ տատին բոմբ է Ալելույա բոմբ Պատկերացրեք Հովնանը կերավ, ասեց, եթե հանգարց Հովնանը կուլ տար, ես նրան է կհավատայի, որովհետև Աստծո խոսքն ասում է, ամեն իր խոստումները, այո եւ ամեն են։ Ես քեզ խորհուրդ եմ տալի Աստծուն պարզ հավատալ։ Գիտեք, ես կխնդրեի Յուրիկ եղբայրը բացեր ապակին, բայց ապակին անհաջող ապակի է։ Հենց այն է, լավ, բացեք Յուրիկ եղբայր, ես կխնդրեմ մի հատ բոլորիս ուշադրություն այս ապակու վրա։ Շատ լավ, միթե այս ապակին պարզ սովորական ապակի է, ինչ ունես դու քո ննջարանում կամ քո տանը։ Գիտեք, երբ որ ապակին պարզ է, հասարակ է, ապակուց են կողմ ամեն ինչ պարզ տեսնում ես։ Բայց նկատեք, որ հիմա եթե այստեղ որևէ մեկը հետևում կանգնածնի դու չես տեսնի։ Ինչ է ասում, ինչ է անում, որովհետև ապակին նախշերով է։ Շատ հավատացյալներ իրենց հավատքը այսպես նախշերով են սարքում, դրա համար չեն կարողանում Աստծուն այդ ապակու հետևից տեսնել։ Պարզ տես Աստծուն, պարզ իր խոսքի մեջ, ասեց եթե հավատաս կտեսնես Աստծո փառքը, ուրեմն ասա, դա բուձիտ տակ, թող լինի այդպես, վերջ, մի տանջվի հավատքիդ մեջ, մենք հավատքը բեռ ենք սարքե մեր վրա, այստեղ հավատում ենք, ընդե չենք հավատում, ամաչումիք էլ ասենք, որ չենք հավատում, այստեղ հավատում ենք, ընդեղ չենք հավատում, հենց պրոբլեմը գալիս է, ես մի քիչ առաջ էկրանի բան բարձրացրեցի, հենց պրոբլեմը դժվարությունը գալիս է, խառնվում ենք իրար, բա ուր է Տերը, դա իր տեղում է, պրոբլեմը եկել է, որ քո հավատքդ մեջտեղ բերի, պրոբլեմը չի եկել քեզ նվաստացնելու, նսեմացնելու, ցավացնելու, պրոբլեմները դրանք պատվանդաններ են, որոնց վրա հավատացյալը բարձրանում է դեպի Տերը, ամեն, հավատքը պետք է լինի պարզ, տեսեք լուսամուտների տարբերությունը, միտեղից պարզ մենք տեսնում ենք ամեն ինչ թափանցիկ, միտեղ քանի որ նախշեր է արած, դու ոչինչ չես տեսնում, ես կոչ եմ անում եկեղեցուն, նախշեր մի բեր հավատքիդ մեջ,
Հավատա Աստծուն հասարակ եւ պարզ ձևով։ Ասացին, որ Հիսուսը դրվեց գերեզմաններ եւ երրորդ օրը հարություն առավ մեռելներից, ես այնտեղ չեմ եղել եւ այս դեպքը էլ չի կարա տեղի ունենա, որ մի հատ էլ ինձ ապացուցի, ինձ մի ման է մնում։ Ուղղակի հավատալ, որ դա եղել է այդպես։ Այո։ Մնացած դեպքերում Աստվածաշունչը քեզ լիքը ասելու բան ունի։ Օրինակ, Ղուկաս ավետարան 8-րդ գլուխը նայենք։ Ես այս կնոջ պատմությունը բոլորս գիտենք, արունահոսող կնոջ։ Չեմ պատմությունը ամբողջությամբ պատմում, ուզում եմ, որ ընդամենը դու նայես հետևյալը։ Ղուկաս 8:48-ում գրված է, նա էլ ասաց նրան, Հիսուսն ասաց այդ կնոջը. «Քաջացիր դուստր, քո հավատքը բժշկեց քեզ, գնա խաղաղությամբ»։ Ինչ դեպքեր տեղ ունեցել։ Եթե ինչ-որ մեկ այստեղ առաջի անգամ է եւ դեռ չի հասցրել ծանոթանալ Աստվածաշնչի հետ եւ ծանոթ չի այս պատմության հետ, արունահոսող կիններ, որը 12 տարի արունահոսում էր եւ 12 տարվա մեջ գրված է իր բոլոր ունեցվածքը ծախսեց, բժիշկներ եւ այլն, բայց այդ արունահոսությունը չէր կանգնում, մի օր անցնում էր փողոցներից մեկով ու լսեց մի ամբողջ գնում եւ դրանց մեջ մի մարդ կա անունը Հիսուս Նազովրեցի եւ հրաշքներ ու բժշկություններ անում եւ այս կինն ասեց միայն թե հապվեմ նրա շորի քղանցքին քղանցքը էսա նայեք ծայրին ես կբժշկվեմ։ Գիտեք քանի հազար մարդ այս կինը քանի հազար մարդու միջոցով է անցել որ եկել է հապվել Հիսուսին եւ Հիսուսը շրջվում է եւ ասում է աշակերտներին ինձանից զորություն դուրս եկավ։ Աշակերտներն մնում են զարմացած, ինչ անտրամաբանական խոսք։ Ասաց հազարավորներն են քեզի բրբրթում այդքան մարդը հետևիցդ գալի դեպա կբրթե կզգաս որ չէ, ասաց ինձանից զորություն դուրս եկավ։ Այսինքն հավատքի աղբյուրից մեկը հավատքի պտուղ էր պոկետարը։ Եվ այդ էսկիններ։ Եվ նա հասկացավ, զամբյուղս թեթևացավ մարդ հավատք տարով։ Ամեն։ Կաչե որ ասում ես ծանր էր զամբյուղս, այսը չի չսենց թեթևացա, որտեղ մի քանիսը զամբյուղից կերան։ Ամեն։ Հավատքը պտուղ է, այն պետք է ուտվի։ Արունահոսող կինը հասցրեց էդի ուտել եւ Հիսուսն ասաց ապրես։ Քաջացիր դուսր։ Քո հավատքը բժշկեց քեզ գնա խաղաղությամբ։ Այսպես պետք է լինի հավատքը պարզ, հասարակ, հավատքի ֆորմուլա դե լավելի։ Հավատքի վարդապետություն, հավատքի դասեր, հավատքի սեմինարներ, հասարակ եւ պարզ, սևով սպիտակի վրա գրված է. խնդրեցեք եւ կտրվի, փնտրեցեք եւ կգտնեք, թակեցրեք եւ կբացվի։ Օգտագործիր այդ ֆորմուլան քո կյանքում եւ ամեն ինչ որ գրված է լինելու այնպես, ինչպես ասացիր։ Ամեն։ Գիտեք, հավատքը պետք է ռեալն լինի։ Եկ միտեղ նայենք Մարկոս ավետարանից եւ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. Ես կարող եմ ասել այսօր Տեր Հիսուսն է սա մեզ ասում։ Մեզ բոլորիս այստեղ ներկաներին ասում է Աստծո հավատք ունեցիր։ Ուշադրություն նկատեք հավատքի տեսակը ինչպես ասեց։ Չասած Պետրոսի պես հավատացեք, Աստվածաշնչին։ Թովմասի պես հավատացեք։ Մարիամի պես հավատացեք, ասեց Աստծո հավատք ունեցեք։ Աստծո պես հավատացեք։ Բայց Աստծո պես հավատքը ո՞րն է։ Ասաց որ նայեք այդ համարից հետո շարունակությունն ունի, որ տանը գնաք կկարդակ։ Գրված է եթե հավատքով սարին ասես, թող սարը լինի քո խնդրեմը։ Լավ, սարին ասես։ Վեր կաց այստեղից շարժվիր եւ ընկիր ծովը կամ ընկիր անդունդը ու չկասկածես ընկնելույը։ Մենք ունենք խնդիրներ ընտանիքներում, որոնք որոշներիս համար լեռների նման բարձր են։ Եսայի մարգարեությունը կարող է Եսային այստեղ մի հատ գեղեցիկ թող միջամտություն անի, որ էլի քո հավատքը առողջացնելու։ Անչափ սիրում եմ այս խոսքը։ Եթե չեմ սխալվում, սա գրված է Եսայի մարգարեության 29-րդ գլխում, եթե չեմ սխալվում, գրված է հետևյալը. անչափ սիրում եմ այս խոսքը։ Գիտեք, մամաս մի հատ որ ինձ ու քուրիկիս խրատում էր, ասում էր, ինչ որ ասում եմ, ականջիդ օղարա։ Ձեզ էլ են այտենց ասել, ականջիդ օղարա։ Ես ականջիս օղարեցի։ Գիտեք ինչ էր ասում Եսային։ Ասում էր, եթե քո խնդիրները նման են ժայռերի, այսինքն շատ մեծ են, շատ բարդ են։ Օ, մի մարդու համար սա շատ մեծ է, ապա ասես թույլ տուր քեզ մի բան ասեմ, բայց Աստծո խոսքն է, ասա բայց Աստծո խոսքը։ Ուզում եմ մի հատ էլ ասես, բայց Աստծո խոսքը։ Մուրջ է։ Ասա մուրջ է։ Որ կջարդի այդ ժայռերը։ Ամեն։ Դե ոնց սրանից հետո ես ծառայեմ։ Դե ոնց սրանից հետո ծառայեմ։ Ասում եմ ինչքան են քո խնդիրները մեծ են, բոլորը կասեն աման, էս ինչի մեջ եք ընկել, էս ինչի մեջ եք հայտնվել, էս ինչա ձեր ընտանիքում։ Մի խեղճացիր։ Ինչը որ եղել արդեն եղել է,
Okay? Բայց դու Աստծուն ունես քո կյանքում, չխեղճանաս։ Ոչ էլ լեզվով պետք է կռվել, գործ ունեցի Հիսուսի հետ։ Ասա ոչինչ։ Ոչինչ։ Եթե բոլորը տեսնում են, որ իմ խնդրեմը ժայռերի նման է ու ծիծաղում են, ասում են, «Էս ի՞նչ է քո տան, էս ի՞նչ է ձեր տան» եւ այլն։ Վերցրու ես համարը եւ ասա. լսե, տրամաբանություն կա այս խոսքի մեջ, մուրճը ժայռ կարող է ջարդել, բայց Աստվածաշունչն ասում է խոսքը մուրճի պես է ու կտակը ժայռի քեզ համար անհնարին թվացող այդ ժայռերը։ Գրված է մարդիս համար ամեն ինչ կարող է անհնարին է, բայց Աստծո համար ամեն բան Աստծո համար ամեն բան Հալելույա։ Մի հատ հասարակ պարզ հավատքի օրինակ ասեմ, մի երկու օր առաջ քույրիկիս հետ միասին Գլենդելում մի գործիով էինք, մտանք Ինչ պլազա է Քոզանյան, մինչև եմ ասում եմ մանա, մինչև Քոզանյան։ Մտածեցի կարող է Քոզան ազգանունն է Քոզանյան։ Մտանք այդ պլազա գործ ունեինք եւ մենք նկատեցինք, որ պարքինգը ֆուլ է, տեղ չկա։ Ես ուղղակի հասարակ մի հատ բան եմ ասում։ Այսօրվանից գնա հավատքի հասարակ ձևը մշակի այսպես։ Մենք նայեցինք ու ասացինք, բա որտեղ ենք կանգնելու եւ այլն։ Գիտեք, որ կա չէ, որ աշկի դեմը դրված է ու չես տեսնում։ Ես երբեմն տան մեջ բանալի եմ մանգալի, որը ձերքումս է։ Հեչ քո հետ պատահել է այդպես։ Հա, թե մենակ ես եմ պատանում։ Հա, դուք եք պատանում։ Հա, մի բան ես փնտրում, որը ձեռը տա։ Շերեփը մանեմ գալի, շերեփը ձեռս։ Այս պարտուկն եմ անգալի, բայց վրես կախացա։ Ծիծաղելի է, բայց իրական է։ Ատենց կա։ Գիտեք, այդ աչու ձախ նայում ենք, տեսնում ենք, որ ոչ միտեղ պարքինգ չկա եւ այլն, հենց մեր դիմացը։ Մի հատ սիրուն պարքինգ, ոնց եք ասում, 1000 նոց։ Գնացինք եւ տեղավորվանք այդ պարքինգում, խեմս ասում։ Աստծուն ասա Տեր, հասարակ բաներ, սկսի հավատքդ հասարակ բաների, այդ մեծ բաներ մի ասա, ես հավատում եմ, որ մի օր Տիրոջ հրեշտակը լավ էլի։ Դու պարքինգից սկսի։ Ինձանից քեզ խորհուրդ դու պարքինգից սկսի։ Լավ էլի, ես հավատում եմ, այն խոսքը դուրս եկավ, եթե քո պրոբլեմները ժայռերի պես են, հեսով եկալելու եմ այսօր այդ մուրճը տունջորդը պշրանեմ, դու պարքինգից սկսի եղբայրս, ես շատ գող կլինեմ, հալելույա, և հասարակ մի բան գնում ես միտեղ և ասա, ես հավատում եմ, որ Տերը գիտի, որ ես կարևոր գործով եմ եկել և հիմա այս ձյաձյան, որ գալիս է դիմացից այս անմեղ, հեսա զատնիատալու, որ այդ ավտոյի տեղը բացի իմ համար, էսա հավատքը Հետ չեղել է, որ այդ ձյաձյան զատնիատվե ու դու մտել ես, կասկոյում հատկապես, դե ես շուշուտ կորում եմ կասկոյում, էտի շուշուտ ես տեսնում եմ։ Պարտիրոչը, խենք բարդացնում հավատքը, ինչի համար որ եկել ես աղոտքով, հավատքով տիրոջ առաջ, դա ուղղակի պրոցես է ուզում, որտև հավատքը կարտոֆիլի պես է, նա սեզոն է ուզում աճելու, մեծանալու, հյութերով լցվելու, դառնալու շոշափելի, քաղցր, համեղ, եւ ինչ որ մեկն ասեց, ամեն։ Հաջորդ բանը նայենք։ Դու ինչ որ մի բան վերցնում ես, հալելույա։ Գիտեք, Հիսուսն է ինձ ասել անձամբ այս պատգամը գրել ձեր համար, հալելույա։ Հավատք ունեցեք Աստծո հանդեպ։ Սա գրի տանդ մեջտեղում կպցրու։ Գիտեք, գողական մարդիկ ունեն թատուներ իրանց վրա, ասենք օրինակ ռուս գողականները գրում են «Не забуду мать родная», չեմ մոռանա մամայիս եւ այլն, ասենք անդեղ մեկ ուրիշ բան գրում եւ այլն, մարդիկ կան տես երեսների վրա, ձեռքերի վրա, ամեն տեղ չեն ամաչում գրում են եւ այլն, դու ասենք կարող ամաչես, մի հատ sense սիրուն թուղթ վեկալես, տանը ճակատային մասում գրեք, հավատք ունեցի Աստծո հանդեպ եւ ամեն օր նայ ասա լսում ես հավատք Աստծո հանդեպ, Աստծո հավատք Աստծո հանդեպ, հավատք Աստծո, ամեն, ամեն օր կերակրի, թող քո աչքերը ամեն օր սա տեսնեն, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, լավ, ուզում եմ երկու բան էլ նայենք եւ մենք ավարտում ենք այսօրվա մեր ծառայությունը, երկու բան էլ նայենք, ահա, Հավատքը պետք է դառնա մարդու ապրելակերպ, դուք սրան ասում եք lifestyle, հավատացյալ մարդը, ինձ գիտեք, ես հավատում եմ, որ Աստծուն հետաքրքիր չի և պետք չի, որ դու գերբնական բաների հավատաս, գիտեք, ես վազում եմ են եկեղեցի, են մեկի ոտը կարճ էր, երկարավ և այլը, դու հələ քո հավատքդ երկարացրու, նրա ոտը թող, գիտեք, վազում ես ընդե որ ինչ,
Բազում ես ընդեղ ինչ, ներսիդ հավատքի վրա աշխատի։ Դու որ հավատք ունենաս քո խնդիրները, որոնք ունես քո կյանքում, դրանք նույնպես ստանալու են իրենց պատասխանը։ Մենք չունենք տարիներով պատասխան, որովհետև մենք հավատքը կամ շատ բարդացրել ենք, կամ մենք վիրավորված ենք Աստծոց։ Կամ մենք վիրավորված ենք Աստծոց։ Այո, այտենց է։ Ես չեմ ուզում, որ դու ձեր բարձրացնես եւ ասես, գիտես, ես մի բան եմ խնդրել Տիրոջից եւ նա չարեց, դա իմ կյանքում չարեց կամ որդուս կյանքում չարեց, ամուսնուս կամ կնոջս կյանքում չարեց, բայց ինչ որ մի բաց տեղ բոլորը ունեն, այո։ Մի հատ բաց տեղ ունեն, որ դա հենց այն տեղն է, որը կոչվում է պայքար, հավատքով պայքար։ Այո, հավատքով պայքար։ Հավատքը պետք է դառնա հավատացյալ մարդու համար կյանքի ձև, այո։ Եվս մի բան նայենք համարներից Կորինթացիներին, որովհետև հավատքով ենք գնում, ոչ թե երևույթով։ Ես ծառայությունը սկսեցի հետևյալով, որ ասում է, որ հիմա քայլենք հավատքով, այսինքն ես մինչև չտեսնեմ չեմ հավատա, ես աչքիս տեսածին եմ հավատում, դա նշանակում է դու մեկն ես, որ քայլում ես երևույթով։ Դու մեկը չես, որ քայլում ես հավատքով, որտեղ հավատքը սկզբից չի երևում։ Հավատքը պուսկ ես տալիս, այսինքն բաց ես թողնում, խնդիրը եկավ, կանգնեցիր դրա վրա, աղոթեցիր, բաց թողեցիր, ես հավատում եմ, որ Աստված սականի իմ կյանքում եւ այլն, ինքը անցավ գործի։ Բայց մեկերներն ասում են, չէ, ես իմ աշկի տեսածին եմ հավատում։ Կորինթացիներից, դույն Կորինթացիներից թղթում մի հրաշալի համար կա։ Եթե չեմ սխալվում, երկրորդ Կորինթացիների 4-րդ գլխի 16-րդ խոսքն է։ Ֆիքսիր, հետո գնա տունը, դե դուք շուտ կեթակ պարզալու հետի ես ճիշտ ասեցի, թե չէ։ Որ բրհաջորդ հավաքույթին կա ասեք 16-ը չէր 17-ն էր։ Բայց կարծեմ 16 նոտը դրանով 16-17-ով ավարտվում է, բայց գիտեք ինչ է ասում։ Ասում է, լսեք ինչ է ասում։ Մի հատ էլական ջող ունեմ այդ համարից։ Ասում է երևացած բաները ժամանակավոր են։ Կարող ես ինձ մի երկու երևացած բան ասել։ Այն շենքը, որ հիմա նստած ես, դա երևացած է։ Այն մեքենան, որ հիմա դուրս ես գալու քշելու ես, դա երևացած է։ Տունը, որտեղ ապրում ես, երևացած է։ Մարդկանց, որ տեսնում ես, երևացած են։ Ասում է, բայց լսիր։ Աստվածաշունչն է ասում, Պողոսը սա սովորեցնում է Կորինթացիներից եկեղեցում։ Ասում է, երևացած բաները ժամանակավոր են, բայց ինչը որ չես տեսնում, դրանք հավիտենական են։ Դե գնա Մարսիսը։ Ամեն։ Բա ո՞րն է հավիտենականը եւ չերևացողը։ Դու երկինքը տեսնում ես։ Ես ասել եմ այո, այս երկինքը չէ որ տենում ես, այն երկինքը որտեղ լինելու ես, արքայությունը, չէ, դու Հիսուսին տեսել ես, չէ, տեսնելու ես, դու հրեշտակներին տեսել ես, ոչ, տեսնելու ես, հափշտակություն չես տեսել, տեսնելու ես, եւ մյուս բաները, հա, ասում է երևացածները որ տենում ես, էլ չես տեսնելու, բայց այն որ չերևացածը, դրանք մնալու են հավիտենական, հավատաք չերևացած բաներին, սա է հավատքը, ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Եվ այսպիսով, ավարտելուց առաջ, ուզում եմ, որ մենք ոտքի կանգնենք և մի կարճ աղոթք անենք, գիտեք ինչի համար եմ ուզում աղոթենք, քայլիր ոչ թե երևույթին կրթնած, այլ հավատքին, գիտեք երևույթները, դրանք մեր պրոբլեմներն են, կարող է լինել խնդիրներ քո կյանքում, առողջության մեջ, ֆինանսների մեջ, տարբեր բնագավառներում կարող են լինել այդ խնդիրները, բայց դու մի նայ այդ երևույթին, մի օր դա վերանալու է, մի օր Աստված դա լիկվիդացնելու է քո կյանքում, տանուլ չտաս պատերազմդ, տանուլ չտաս պայքարդ, ասա ես հավատում եմ Աստծուն, հավատարիմ է խոստացողը։ Ես շատ անգամ աղոթքաժողովներում լսում եմ, իրանք աղոթում են, ես անցնում եմ իրանց միջերով եւ լսում եմ, որ ասում են, զգում եմ, որ անընդհատ խոսում են, այդ իրանց ականջին հող են արել, հավատարիմ է խոստացողը։ Դավիթը շատ օգտագործում, հավատարիմ է խոստացողը, հավատարիմ է խոստացողը։ Էդի ես չեմ իրան սովորացրել, դա Բիբլիան է ասում։ Հավատարիմ է խոստ։ Գիտեք, դու մեկին կարող է մի բան ասել ես, ու տենց մոռացել ես, որ այդ մարդուն էդի խոստացել ես։ Կա չէ՞ տես բան։ Մենք մոմ ենք տենց բան անելու, խոստանանք ու չանենք։ Բայց Հիսուսն ասաց. Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսք, նախ այո եւ ամենը, երկրորդը երկինքն ու երկիրը կանցնեն, բայց նրա բերանից դուրս եկած ոչ մի խոսք չի անցնի, առանց իր նպատ։ Ես սիրում եմ քայլել Հիսուսի հետ։ Նրա հետ կյանքը գեղեցիկ է։ Նրա հետ կյանքը բազմազան ու հետաքրքիր է։ Նրա հետ կյանքը քո նման փխրուն, տկար, խեղճ անձնավորությունից դարձնում է իսկական կռվող, իսկական զինվոր, իսկական լուրջ աստծո մարդ, լեցված իմաստությունով, լեցված աստծո զորությունով
Ինձ այնքան դուր է գալի այդպիսի Աստծո մարդկանց հետ նստել վեր կենալ, նկատում ես, որ իրանց հետ նստել վեր կենալուց դու կառուցվում ես, որտեղ իրանք բան են փոխանցում քեզ։ Ամեն, այն ինչպես Հիսուսին կպավ այդ կինը եւ Հիսուսն ասեց, ով իմ զամբյուղից բան տարավ, անենց էլ տենց լցված մարդկանց հետ, երբ նստում ես, զգում ես, որ դու քաշավակեցիր, բան սովորեցիր, բան վեկալեցիր, ամեն։ Այսպեսի մարդ է Աստված ուզում մեզ դարձնի իմաստուն, իր ճանապարհների մեջ կռվող, հավատքի պատերազմը տանող, բարի պատերազմ, մեր պատերազմը, Պողոսն ասեց, բարի պատերազմը, ամեն, հալելույա։ Այսօր քո տան մեջ պրոբլեմ կա, բայց դու հավատացել ես, որ Աստված դա կմաքրի, բա ինչ ունեմ քեզ ասելով, նա կմաքրի։ Լսում ես, բա ո՞նց է մաքրելու, այստեղ պրոբլեմ ունես։ Այստեղից սկսվում է պրոբլեմը, բա ո՞նց է մաքրելու, քեզ ինչ։ Գրված է նրա ճանապարհները անքննելի են։ Ում միջոցով, որտեղից եւ ոնց կգա, ոնց կանի, դու չգիտես։ Դու որդի ես, դու աղոթքով եկել ես կանգնել ես Տիրոջ առաջ, դու խնդրել ես եւ դա բավական է Հիսուսին։ Ամեն։ Մի նայիր երևույթին, կսպանի երևույթը քեզ։ Երևույթը ամեն օր կստիպի քեզ լացելու։ Երևույթը ամեն օր կստիպի, որ բաց թողես հավատքը 10 ձեռից հետ։ Կա չէ, որ մի երեխայի ձեռից մի բան որ վեկալում ես, սկսում ես համոզել իրան։ Լավ համոզում ես տալիս է։ Դու ինձի համոզում ես, այտենց էլ չես զգում ինչպես է սատանան մեզ համոզում, դուր հավատքդ։ Չես տեսնում, երեք աղոթեցիր, մի տարի աղոթում ես, քանի ամիս աղոթում ես, ոչ աճ, ոչ ձախ, այ մարդը լավ քրիստոնեությունը հին մին հավատքա, ինչ եք խելք դրել դրա հետ։ Նա երեքն այսօր եւ նա հավիտյան նույնն է։ Ես դա ասացի Հիսուսի մասին։ Ես դա ասացի Հիսուսի մասին։ Նա երեք, նա այսօր եւ նա հավիտյան նույնն է։ Նույն զորությունով, նույն սիրով, նույն իմաստությամբ, փառք Հիսուսի, թող նրան բարձր ծափահարություն, գոչիր նրան հալելույա։ Հալելույա, փառք Հիսուսի։ Անունը մեծարվի Հիսուսի։ Ամեն։ Հալելույա։ Մեր հավատքի առաջնորդը եւ կատարողը նա սովորեցի Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Նրան են իմ փառք ու պատիվը։ Այսպես բարձր տրամադրությամբ ուզում եմ խոնարհես քո գլուխը եւ մի կարճ աղոթք անենք իրար հետ։ Բարձրացրու քո ձեռքերը։ Գիտեք ինչու ենք մենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետև երբ մենք մեր ձեռքերը բարձրացնում ենք, մենք ցույց ենք տալի, որ մենք հանձնված ենք նրան, որ մենք կախված ենք Աստծուց։ Եթե որևէ մի ոստիկան որևէ մեկին բռնում ասում բարձրացրու ձեռքերդ, բարձրացնելուց ասում է ես հանձնվում եմ, չեմ հակառակվում։ Հիմա երբ որ դու բարձրացնում ես քո ձեռքերը, դա նշան է, որ դու համաձայնվում ես եւ հանձնվում ես Աստծուն։ Եվ ուզում եմ ինձ հետ միասին այս կարճ աղոթքը միասին անենք։ Սիրելի Տեր Հիսուս։ 4 հոգի ասեց, ես գիտեք այնքան չեմ գնա առաջ, մինչև բոլորը չասեմ։ Սա ուրիշ է, խնդրում եմ ների ինձ։ Ների ինձ ծրագրեր կազմելու փորձի համար։ Դրանք բոլորը անփորձ են, դրանք բոլորը ձախողվել են։ Տեր, ես սպառել եմ բոլոր իմ ծրագրերը։ Ես այլևս չունեմ ոչ մի նոր ծրագիր։ Բայց ես այսօր ունեմ քո կարիքը։ Ես ունեմ քո կարիքը ավելին, քան երբեք։ Խնդրում եմ, ավելացրու իմ հավատքը։ Դու ասացիր, Աստծո հավատք ունեցեք։ Դու ասացիր, եթե հավատակ, ես ուզում եմ, որ դու օգնես ինձ, որ առողջանա իմ հավատքը, որ ոչ թե մարդկային, այլ աստվածային հավատք ունենամ։ Խնդրում եմ, Տեր, ավելացրու հավատքս, եւ այսուհետև խոստանում եմ քեզ, ծրագրեր կգծեմ, կկազմեմ, կերազեմ, հավատքով, քո մեջ, աղոթքով։
Եվ այդ երազանքները եւ այդ ծրագրերը խնդրում եմ դիր ծոցագրպանիդ մեջ որպեսզի ոչ մի բան չկորի ես էլ իմ կողմից խոստանում եմ ես դրանք կջրեմ որպեսզի հավատքս կարտոֆիլի պես աճի գախնի մեծանա դառնա շոշափելի դառնա քաղցր իմ քիմքին եւ ես այսուհետեւ խոստանում եմ քեզ քայլել հավատքով ոչ թե երևույթով օգներ ինձ այս ամենը խնդրեցի Հիսուսի զորավոր անունով ամեն Ուզում եմ, որ իմ այս երկրպագության մեջ դու մնաս, բայց իջնելուց առաջ ևս մեկ անգամ ուզում եմ ասեմ, երևույթի վրա չհենվես, հենվիր հավատքիդ վրա։ Եվ եթե շատ հոգնել ես, մեկ ուրիշ տեղ էլ կասեմ, որ հենվես, հենվիր Հիսուսի վրա։ Սա այն էր, ինչ պատրաստել է այսօր, ասելու հավատքը կարտոֆիլի պես է, այն պետք է լինի համեղ, հյութեղ, շոշափելի եւ հավատքը պտուղ է, եղիր օրհնված։ Che znowu